Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան պատմել է Ժնևում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։ Այսօրվա խորհրդարանական նիստում Գաֆարովան հայտարարել է, որ հանդիպումը թվով երրորդն էր միջխորհրդարանական միության շրջանակներում։ Հանդիպանը ընդգծվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքի կարևորությունը, ասել է Սահիբա Գաֆարովան։ Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի միջև։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված Հարավային Կովկասում Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցողի նկատմամբ։ Այս խոսքերն ասել է Հադսոնի ինստիտուտի առաջատար փորձագետ Լյուկ Քոֆին Ազերթաջին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ ժամանակն է նոր ուշադրություն եւ էներգիա հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Տրամփի մասնակցությամբ կայացած հանդիպումը նոր մեկնարկային կետ է այս հարաբերությունների համար։ Կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ ոլորտներում։ Հուսով եմ, որ այսուհետ մենք ականատես կլինենք երկու երկրների միջև ավելի սերտ համագործակցության, հավելել է նա։ Փորձագետը նշել է, որ այս հարաբերությունները հաջորդ փուլ տանելու ամենակարևոր եւ միևնույն ժամանակ ամենահեշտ քայլերից մեկը կլիներ նախագահ Տրամփի այցը Ադրբեջան։ Միացյալ Նահանգների դեռ ոչ մի նախագահ չի այցելել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ շատ լավ կլիներ, եթե պետքարտուղար Ռուբիոն նույնպես այցելեր։ Այսպիսով ամենաանհետաձգելի քայլը, որը կարելի է ձեռնարկել, տարածաշրջան այցելություններ սկսելն է ու երկու առաջնորդների հանդիպումը եւ այդ հարաբերությունները զարգացնելու լավագույն ուղու որոշումը, ասել է Լյուկ Քոֆին։ Սպիտակ տանը կայացած հանդիպումը ցույց տվեց ոչ միայն երկար ժամանակ հակամարտություններից տուժող տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հնարավորությունը, այլև նոր հնարավորությունների ի հայտ գալը Միացյալ Նահանգների համար։ Այս մասին հայտարարել է Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքում խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայք Դորանը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում խորագրով համաժողովում։ Նրա խոսքով այս տարածաշրջանը դառնում է համաշխարհային աշխարհաքաղաքականության կարևոր կետ։ Մասնավորապես Ադրբեջանը առանձնանում է որպես Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր։ Արևմուտքի համար այն դարպաս է դեպի տարածաշրջանի հսկայական ռեսուրսներ եւ ռազմավարական երթուղիներ։ Բաքուն յուրահատուկ դեր է խաղում որպես էներգետիկ հանգույց, տարանցիկ միջանցք եւ անվտանգության դաշնակից, գտնվելով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Կասպից ծովի ավազանի միջև, հավելել է նա։ Ես կցանկանայի, որպեսզի թուրքական պետությունների կազմակերպության հետ հանդիպում կամ գագաթնաժողով կայանար ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով։ Այս մասն ասել է Հադսոնի ինստիտուտի առաջատար փորձագետ Լյուկ Քոֆին։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում Միացյալ Նահանգներ Հարավային Կովկասում նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում խորագրով համաժողովում նա ընդգծել է, որ թուրքական աշխարհը նոր բևեր է Եվրասիայում եւ ժամանակն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները հասկանան, ճանաչեն եւ համագործակցեն դրա հետ։ Ստամբուլ կատարած այցի ընթացքում մի քանի ժամ հատկեցրեք ԹՊԿ գլխավոր գրասենյակ այցելելուն։ Իմացեք ավելին այս կազմակերպության մասին, քանի որ իմ կարծիքով այն գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, նշել է փորձագետը։ Բաքվում անցկացվում է Սոգգով 2025 արհեստական բանականություն մարդկանց համար եւ վերափոխում թեմայով միջազգային համաժողով։ Միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկիստանի, Սերբիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Բելարուսի, Խորվաթիայի, Նորվեգիայի եւ Պորտուգալիայի պաշտոնական ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ 350 մարդ աշխարհի մոտ 20 երկրներից։ Մասնագետները քննարկումներ են անցկացնում թվային պետության եւ արհեստական բանականության հետ փոխակերպման, սոցիալական ծառայություններում արհեստական բանականության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աշխատաշուկայի ապագայի, հմտությունների զարգացման եւ թվային ձեռներեցության թեմաների շուրջ։
Համաժողովի նպատակն է միավորել տեղական եւ միջազգային փորձագետներին, սոցիալական ծառայությունների ոլորտում արագ զարգացման հեռանկարները գնահատելու եւ ապագա զարգացման ուղիները նորարարական մոտեցումների, արհեստական բանականության գործիքների եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով սահմանելու համար։ Տնտեսության նախարար Միքայել Ջապարովը հանդիպել է թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչ Օմուրալիևի հետ։ ՏՊԿ երկրների արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության նախարարների երրորդ նիստի շրջանակներում։ Այս մասին Ջապարովը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Մենք մտքեր են փոխանակել ՏՊԿ դիրքերի գլոբալ մակարդակով ամրապնդման, մեր երկրի հետ համագործակցության եւ համատեղ գործունեության ընդլայնման վերաբերյալ այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, նորարարական լուծումները, տրանսպորտը, լոգիստական եւ անդամ երկրների միջև տարանցումը, ընդգծել է նախարարը։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամացությամբ հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Հյուսիս-արևմտյան քամին օրվա ընթացքում կփոխարինվի հյուսիս-արևելյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 13-16, ցերեկը 19-23 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ, սակայն օրվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, որոշ տեղերում մառախուղ կլինի։ Քամին արևելյան, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 10-14, ցերեկը 20-25, լեռներում գիշերը 5-10, ցերեկը 11-16 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 12-21, Աղդամում, Ֆիզուլիում 13-22, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 14-26, Լաչինում եւ Քելբաջարում 6-18 աստիճան տաքություն։ 102.7 FM